Ամուսնությունից հետո Կարեն Ասլանյանը բավականին հազվադեպ է սոցիալական հարթակներում նոր հրապարակումներով հանդես գալիս և հնարավորինս փորձում է փակ պահել իր անձնական ու ընտանեկան կյանքը։ Այս շրջանում դերասանը նաև ներառված չէ որևէ հեռուստատեսային նախագծում։ Այսօր սակայն դերասանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր հրապարակումով է հանդես եկել, որից պարզ է դառնում, որ Կարենը գտնվում է Անտվերպեն քաղաքում, Բելգիայում։ Նշենք նաև, որ նրա կինը Աննան նույնպես բնակվում էր Բելգիայում մինչ ամուսնությունը, այնտեղ անգամ գեղեցկության սրահ ունի։ Երևում է Կարենն ու Աննան որոշել են այցելել վերջինիս հայրենի բնակավայր։ Կարեն Ասլանյանը տարիներ շարունակ հայկական հեռուստասերիալների ամենապահանջված դերասաններից մեկն է, իսկ նրա հեռուստատեսային նախագծերը պարբերաբար հաջորդում են մեկը մյուսին։ Այս հանգամանքով է պայմանավորված նաև դերասանի հանդեպ այդչափ հետաքրքրությունը, որը վերաբերում է թե նրա անձնական, թե գործնական, թե ընտանեկան կյանքին։ Չնայած նրան, որ Կարենը մեծացել է ապահովված ընտանիքում, այնուամենայնիվ նշել էր, որ իր ընտանիքն էլ բավականին դժվարությունների միջով է անցել։ Մենք շատ դժվարություններով ենք անցել, նենց չի, որ մեր կյանքը հեշտ է եղել։ Իմ հայրը իր ամբողջ կյանքում աշխատել է ու հիմա էլ է աշխատում։ Ռուսաստանում ենք ապրել, ես իմ առաջին դասարանը գնացել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ենք Հայաստան, դրանք իրականում սթրեսներ են վաղ շրջանում, բայց հայրս ամեն ինչ արեց, որ կարողանանք այստեղ մնալ, որ իր երեխաները հայ մնան ու հայկական մենթալիտետով մեծանան։ Եթե անգամ մեր մոտ շատ վատ լինի, ես միևնույնն է ասելու եմ, որ շատ լավ է, որովհետև ես երբեք ցույց չեմ տա իմ խնդիրները, ցույց չեմ տա, որ ինչ-որ բան վատ է, ես իմ ընտանիքի հետ կհաղթահարեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Ես լացող մարդկանց հոգեբանությունը չունեմ, ոչ էլ մեր ընտանիքը։ Եղել է պահ, որ մեզ մոտ այնպիսի վիճակ է եղել, որ մտածել ենք ոնց ենք այս վիճակից դուրս գալու, բայց Աստված այնպիսի դուռ է բացել, որ ամեն ինչ լավ է եղել։ Երբ դու քո քրտինքով ես անում, երբ չես խաբում ոչ քո պետությանը, ոչ քո ընկերներին ու անում ես քո աշխատանքը, այդ ժամանակ Աստված օգնում է։ Ամենաբարդ этаպը եղավ, երբ սկսեց ճգնաժամը 2008-ից 2009 թվականներին, երբ եղավ դոլարի տատանում, իսկ մեր գործը միշտ կապված է դրսի հետ։ Այդ ժամանակ դժվար փուլ սկսվեց, նման փուլ եղել է նաև 90-ականներին, ես 6-7 տարեկան էի, գնացինք Ռուսաստան, հետո հետ վերադարձանք։ Դերասանը շատ չի խոսում իր ընտանիքի մասին, սակայն հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ իր կյանքի ամենակարևոր կինը մայրն է։ Մայրս ինձ համար մի ուրիշ աշխարհ է, մարդ, որին կարելի է սիրել ու երբեք չմտածել, որ կարող է սխալվես, որովհետև սերը մոր հանդեպ մի ուրիշ աշխարհ է։ Համենայն դեպս ինձ համար իմ իդեալը իմ մայրն է։ Ժամանակին շատ էի պատկերացնում կողակիցս կարող է այսպես լինել, այնպես լինել, բայց ժամանակի ընթացքում կյանքում этаպներ անցնելով հասկացա, որ չկան իդեալներ, պետք է լինի մարդ, ով կհասկանա քեզ, ում կհասկանաս դու։ Այսինքն այստեղ ամենակարևորը ներդաշնակությունն է, դու պետք է ներդաշնակ լինես այն մարդու հետ, ում ընտրել ես, որովհետև թե տեսքը, թե հագուստը, յուրաքանչյուր նյութական բան կորցնում է իր արժեքը, երբ դուք ներդաշնակ չեք։ Կանանց մեջ ամենաշատը գնահատում եմ հավատարմությունը, բարությունն ու անկեղծությունը։ Կարծում եմ այդ երեք արժեքները եթե կան, այդ երեք հատկանիշները կարող եք երկուսով աշխարհ տալ։ Ես տանել չեմ կարողանում մայր իշխանություն ասվածը, ես չեմ հարգում այն կնոջը, ով փորձում է իշխել տղամարդուն։ Տղամարդը պետք է պաշտպանի կնոջը, կինը պետք է հենվի տղամարդու ուսին։ Օրինակ ես չեմ կարող ներել չգնահատված լինելը, որովհետև եթե դու տալիս ես, նվիրվում ես ու կոտրվում ես, այդտեղ գալիս են հարցեր, որոնց պատասխանը տալիս է միայն ժամանակը։ Արդեն վերջերս էլ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Կարեն Ասլանյանի ընտանիքը հարսանիքներից մեկի ընթացքում ստանձնել էր Քավորի պարտականությունները, եւ հենց նույն հարսանիքի ընթացքում էլ Կարենը գեղեցիկ անակնկալ էր մատուցել ծնողներին նվիրված երգ կատարելով։ Մի առիթով Կարեն Ասլանյանը խոսել էր նաև իր մասնագիտական ընտրության եւ ծնողների արձագանքի մասին։ Երբ ես 2013 թվականին առաջին անգամ նկարահանվում էի հեռուստասերիալի գլխավոր դերում, ռոմանտիկ կերպար էր, մտավախություն կար, որ ավել չխոսեն, ավել բան չասեն, որովհետև ես այնպիսի ընտանիքից եմ, իմ ծնողն այնպիսի մարդ է ու ես չէի կարող պատկերացնել, որ կարող են ինչ-որ մեկնաբանություն գրել։ Դրա համար եկավ մի հատ այնպիսի կերպար, որ հայկական փողոցի մենթալիտետը լրիվ ցույց էր տալիս։ Չէի ասի, որ ես փողոցի կյանքով ապրող մարդ եմ, ուղղակի ես լավ գիտեմ փողոցը, այսինքն եթե մեկ ընկերներիդ հետ փորձությունների մեջ ես ընկնում, մի երկու անգամ ոստիկանություն ես ընկնում դուրս գալիս,
Փողոցը տղամարդու համար լավագույն դպրոցն է, եթե տղամարդը չի անցնում փողոցի կյանք, հետագայում շատ դժվար է այդ տղամարդու համար դասյարակել տղա երեխա, լինել լավ ամուսին, որովհետև դա շատ մեծ դպրոց է, ու եթե ես ունենամ տղա հետագայում, ես իրեն թողնելու եմ, որ ինքը ինչ-որ տեղ առնչվի փողոցի հետ, նաև ունենա լավ ընկերներ, ընկնի դժվարությունների մեջ ու հաղթահարի այդ դժվարությունները, որովհետև իմ սեփական փորձից հասկացել եմ, որ դա իրոք շատ է օգնում նաև աշխատանքի մեջ։ Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Կարենը նշել էր, որ իր կողակիցը դերասանուհի չի լինի, չնայած նրան, որ ինքը ոլորտից շատ ընկերներ ունի։ Ես ունեմ ընկերներ դերասանուհիներ, ովքեր վարքով շատ ավելի լավն են, քան ոմանք, որոնք կարող են անել ամեն ինչ տակից։ Կարող է մարդ սիրում է հագնել մի քիչ կարճ ու ինքը դրանով ոչ մի վատ բան չի անում, եթե իր կողքի տղամարդն այնքան ուժեղ է, որ կարող է իր կողքի աղջիկը քայլի ու ոչ մեկը չփորձի անգամ ռեպլիկ թողնել, ես դեմ չեմ դրան, բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը։ Տարիներ առաջ, երբ նշել եմ, որ չեմ ցանկանա իմ կողքի աղջիկը լինի դերասանուհի, ունեցել եմ հիմքեր, ոչ թե նրա համար, որ դրա մեջ վատ բան կա, ուղղակի ես կխանդեմ։ Երևի խնդիրը իմ մեջ է, ոչ թե դերասանուհի լինելու։ Իդեպ դերասանը տարբեր առիթներով խոսել է նաև անձնականի ու ամուսնության մասին եւ ընդգծել. Ես պետք է սիրեմ, նոր ամուսնանամ, դա ամենակարևոր, ամենալուրջ քայլն է լինելու իմ կյանքի, որ ես անեմ, որովհետեւ գիտակցում եմ, որ մեկին կընտրեմ ու կընտրեմ ընդմիշտ։ Ես այն մարդկանցից չեմ, որ ամուսնանամ, բաժանվեմ, որովհետև ինձ համար ընտանիք կազմելը սրբություն է, կինը սրբություն է։ Հետագայում քո երեխայի մայրն է, պետք է վերաբերվես նրան այնպես, ինչպես վերաբերվել է քո հայրը, քո մորը, իսկ այդ առումով իմ ընտանիքը իդեալական է։ Ես ուզում եմ ստեղծել այնպիսի ընտանիք, ինչպիսին իմ ընտանիքն է։ Ես շատ դժվար եմ սիրահարվում, եթե մեկին սիրեմ, կսիրեմ հավիտյան։ Ես արդեն ցանկություն ունեմ առողջ ընտանիք կազմելու։ Հայրս միշտ ասում էր, ընտանիքից տնից լավ տեղ չկա, ու հիմա ես այդ գաղափարին եմ, նշել էր դերասանը։ Ողջույն ժողովուրդ ջան, ո՞նց եք։ Մենք շատ լավ ենք, որովհետև ընկերս ամուսնանում է, կազմում է ընտանիք, իսկ այսօր մենք նենց քեֆ ենք անել, ուշադիր եղեք իմ սթորիներին, տեսեք ինչ ուժեղ է անցնելու։ Դե ինչ Հարջան, աշտերես լույս։ Ուրա։ Ուրա։ Ոնց է իմ ազատ բաշիս։ Ոնց է քավոր աղբերես։ Անտիրա, ժողովուրդ ջան, բոլորին լավ օր։ Աշես։ Հարջան, սպասում են, որ իշնենք աղբերես։ Հեսա զուրնա դհոլը տալիս են ու իջնում ենք։